Ներողություն, խնդրում եմ ներկայացրեք, թե քանի ընտրող այս պահի դրությամբ քվեարկել եւ ամփոփելով, ինչ արդյունքներ ունենք այս պահի դրությամբ։ 1756 ընտրողից այս պահի դրությամբ 875 ընտրող ունենք։ Ամփոփենք, որ առավոտվանից մինչև կեսօր հոսքը բավականին էր, բայց այս պահին ոնց որ արդեն տանդաղեցրել է, հատուկ ենք գալիս արդեն ընտրության, արդեն հանգիստ է ընտրատեղամասում, ամեն ինչ նորմալ է։ Գրանցամատյանում գրանցված ընտրախախտումներ կան, որ արձանագրվել են։ Այո, բոլոր ընտրախախտումները գրանցվել են գրանցամատյանում, բոլորը արձանագրված են։ Իսկ բաց քվեարկության դեպքերի հետ կապված ինչ կասեք ողջ օրվա ընթացքում։ Այո, բաց քվեարկության դեպքեր ունեցել ենք 2-3 հոգի, որ առանց քվեախցիկ մտնելու են փորձել ծրարի մեջ ընտրեն քվեաթեշտիկ տնեն ծրարի մեջ, մենք իրենց ասել ենք, որ մտնեն քվեախցիկ, նոր իրենց ընտրությունը կատարեն, դուրս գան։ Նման դեպքեր ունեցել ենք, արձանագրվել է գրանցամատյանում։ Նաև դեպքեր է եղել, որ ընտրողը, ասենք, ծրարի մեջ դրել է նախընտրած քվեաթեշտիկը, մնացածը ձեռքը դուրս եկել, նորից էլի ուղղորդել ենք, որ գնա մնացածը այնտեղ տնի, նոր դուրս գա։ Այդպես։ Այսինքն այնպես չի եղել, որ այդ դեպքերում ձեր հովանավորությունն են վայելել եւ թույլ եք տվել, որ քվեաթերթիկները դուրս անեն։ Ոչ, ես անձամբ ասել եմ, որ ներսում թողնեն, նոր դուրս գան։ Ես տեսել եմ նույն րոպեին իրենց զգուշացումը տվել եմ։ Գիտեք, որ այս ընտրատեղամասից դուրս նույնպես միջադեպեր են եղել, անընդհատ կուտակումներ ողջ օրվա ընթացքում եւ ահազանգեր կան բազմաթիվ, թե ինչպես են ուղղորդում գազելներով հոսք ապահովում, դուք նկատել եք տեղամասում այդ ուղղորդումները։ Այստեղ այնքան լարված են դած են ընտրությունները, որ ես նույնիսկ դրսում չեմ տեսել, թե ինչ է կատարվում, պատուհաններ են ամբողջությամբ ցուցակներով է պատված, դուրսը տեսանելի չի։ Ես չեմ տեսել դրսում ինչ է կատարվում, ոստիկանները վերահսկում են ընտրողների հոսքը, եթե այստեղ կուտակումներ տեղի ունենում, զգուշացնում էի, արդեն իրենք ուշադրություն էին դարձնում։ Իսկ այն մի ընտրողը, որը վերցրել էր կտրոնը եւ փախել էր, տեղեկություններ հետո ունեցաք, հայտնաբերվեց ինչ եղավ։ Ոստիկաններն արդեն հայտնաբերվել է, տեղեկանք արդեն արձանագրված է, ամեն ինչ նորմալ է։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հետևեք ընտրությունների ընթացքին եւ քվեարկությանը Tribune-ի եթերում։